Ժողովուրդ օրաթերթը գրում է Հայաստանի հեղափոխական իշխանությունը ձախողում է գլոբալ ծրագրերը, որոնց թվում է Արարատի մարզի Վեդու ջրամբարի կառուցումը, որը պետք է դառնա Արարատի մարզի ավելի քան 50,000 գյուղացիական տնտեսությունների համար սնման աղբյուր եւ ծրագրի իրականացման 4 տարիների ընթացքում շուրջ 250 նոր աշխատատեղեր պետք է լինեին ամսական 220-ից 250,000 դրամ միջին աշխատավարձով։ Նախ հիշեցնենք, որ ջրամբարի նախագիծը պատրաստվել է ֆրանսիական Artelia Yeo Environment եւ բելգիական Share Ingenieurs Concelis ընկերությունների կողմից ջրտուկ ՍՊ-ի հետ համատեղ։ Շինարարությունն իրականացվում է հայկական Սահակյան շին եւ իրանական Pega Construction կոնսորցիումի կողմից։ Պատասխանատուները հույս են հայտնել, որ ջրամբարի շինարարությունը 3-ից 4 տարի հետո շոշափելի արդյունքներ կտա։ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ 2017 թվականին հայտնել էր, որ մեկնարկել է Վեդիի ջրամբարի կառուցման ծրագիրը, որը շուտով հուսալի ոռոգմամբ կապահովի Արարատյան դաշտի շուրջ 7500 հեկտար հողատարածք։ Հեղափոխությունից հետո 2019 թվականի սեպտեմբերի 20-ին Սահակյան շինը հայտնեց, թե մեծ թափով շինարարություն է ընթանում։ Խոստումը չկատարվեց, բայց ընկերության տուժերը մեղմացան։ Կառավարությունը մեծ գումարներ տրամադրեց Վեդու ջրամբարի կառուցումն ավարտելու նպատակով, բայց ապարդյուն ջրամբարը դեռ պատրաստ չէ։ Իրավունք թերթը գրում է հակակոռուպցիոն կոմիտեից մամուլին փոխանցված տեղեկությունների համաձայն քննչական կոմիտեից $590,000 հափշտակության գործով կալանավորվել է հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գորթ Հատևոսյանը եւ եւս մեկ անձ։ Ըստ արտարադատության նախարարությունում շրջանառվող շշուկների ձերբակալվածներից մեկը նախարար Սրփուհի Գալյանի կուրսեցին է եւ համարվում է նրա կադրը։ Հրապարակ թերթը գրում է. մինչ ընդդիմության դաշտում շարունակում են միմյանց միս կրծել, իսկ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացն այդպես էլ օրակարգ չի բարձրանում, ՔՊ-ում ակտիվ նախընտրական քարոզարշավի մեջ են։ Հունիսի կեսերից սկսվելու են վարչության անդամության թեկնածուների առաջադրումները, ՔՊ-ում կանխատեսում են, որ այս անգամ 100-ից ավելի թեկնածու է լինելու։ Ներկայումս մոտ 50 հոգու անուն է շրջանառվում օրենսդիր եւ գործադիր մարմինների ակտիվ ՔՊ-ականներ, որոնք վերջին օրերին մեկը մյուսին հերթ չտալով մեկնում են մարզեր, հանդիպումներ ունենում մարզային կազմակերպությունների տարածքային կառույցների անդամների հետ։ Երբեմն միմյանց դեմ անուղակի բոճկա են գլորում։ Բանն այն է, որ միայն վարչության ընտրություններից հետո է հայտի դառնալու նաեւ խորհրդարան ներկայացվելիք նախընտրական ցուցակը եւ մեխանիկորեն ովքեր դառնան վարչության անդամ բարձր դիրքեր կզբաղեցնեն նաեւ ազգային ժողովի նախընտրական ցանկում։ Հրապարակ թերթը գրում է. մինչ Ռուսաստանի Դաշնության 2023-ից ի վեր ջանում է Սյունիքում հյուպատոսություն հիմնել, իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունները տարբեր պատճառաբանություններով տորպեդահարում են դա, Ֆրանսիայի ամիսներ առաջ հայտնած ցանկությունը մոտ օրերս կյանքի կկոչվի։ Հունիսի 2-ին Գորիսում կկայանա հայ-ֆրանսիական համաժողով։ Նույն օրն էլ Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսության բացման արարողությունը կլինի։ Գրել էինք, որ հյուպատոս է նշանակվելու Գորիսի ֆրանսախոսների միություն։ Հասարակական կազմակերպության նախագահ Կարմեն Ափունցը փորձագիտական շրջանակներից արդեն հասցրել են կարծիք հայտնել, որ Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսություն ունենալու է խիստ ռազմական հետախուզական նպատակ, որը ծառայելու է կոլեկտիվ արևմուտքին։ Փաստորաթերթը գրում է. երեկ Երևանյան երկխոսություն երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. մենք ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել եւ արտահանել Հայաստանի տարածք։ Միայն այս նախադասությունը մի քանի շերտեր ունի, ընդ որում բավական վտանգավոր։ Նախ իր տարածքում հակամարտային իրավիճակ արտահայտությունն ինքնին բավական բազմախոսուն է։ Մյուս կողմից փաստացի Նիկոլ Փաշինյանն էլ է խոստովանում Ադրբեջանի կողմից ագրեսիայի հնարավորությունը։ Անդրադառնալով այս թեմային, Հանրապետության հրապարակ տելեգրամյան ալիքը գրում է, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի Հայաստանի Հանրապետության դեմ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ստանալու եւ անկլավները հսկողության տակ վերցնելու համար։ Ադրբեջանը պահանջում է Երևանից բնակեցնել ադրբեջանցիներին Հայաստանում։ Ալիևը շեշտում է, որ դա լինելու է խաղաղության պայմանագրի կնքման նախապայմաններից մեկը։ Բաքուն պահանջում է Հայաստանի Հանրապետությունից չզինվել, փոխել
Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ու անգամ զինանշանը, որտեղ պատկերված է Արարատ լեռը։ Մի խոսքով Ադրբեջանի պահանջների ցուցակը Հայաստանի Հանրապետությունից ունի սկիզբ, սակայն չունի վերջ։ Իսկ ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Ըստ հեղինակներին, Նիկոլ Փաշինյանի տեսլականն է չզինվել եւ չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային։ Փաշինյանը կրճատում է բանակը, ՔՊ-ն կազմաքանդում է Հայաստանի տնտեսությունն ու ստեղծում է նախապայմաններ արտագաղթի համար։ Ընդունվում են օրենքներ, որոնք հարուստներին թույլ են տալու գումարներով ազատվել բանակից, սկսվել է բանակի ապամոնտաժման գործընթացը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ապագան չեն կապում Հայաստանի Հանրապետության հետ եւ ցանկանում են արտագաղթել։ Ուկրաինական պատերազմի ավարտից հետո Հայաստանի Հանրապետությունից արտագաղթի նոր ալիք է սկսվելու դեպի Ռուսաստանի Դաշնություն աշխատանք գտնելու նպատակով։ Հրապարակ թերթը գրում է մայիսի 21-ին հակակոռուպցիոն դատարանը դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ կալանքից ազատել է Երևանի քաղաքապետարանի կաշառքի մեղադրանքով անցնող պաշտոնյաներին Արամ Գյուլզադյանին, Արսեն Կարոյանին, նաև քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներին, քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության նախկին ղեկավար Ռոբերտ Դարփինյանին եւ նրա տեղակալ Արամ Այվազյանին։ Իդեպ այս գործով անցնում է նաև հողի վերահսկողության վարչության պետի գործող տեղակալ Միքայել Ղիմոյանը, որի նկատմամբ Վերաքննիչ դատարանն ամիսներ առաջ էր տնային կալանք ընտրել։ Գյուլզադյանի պաշտպան Հայկ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը, նշելով, որ իր պաշտպանյալի եւ Արսեն Կարոյանի նկատմամբ խափանման միջոց են ընտրվել վարչական հսկողությունը եւ գրավը 10 միլիոն դրամի չափով եւ բացակայելու արգելք, իսկ Ռոբերտ Դարփինյանի եւ Արամ Այվազյանի նկատմամբ տնային կալանքը։ Ղիմոյանի խափանման միջոցը մնացել է նույնը։ Մայիսի 21-ին նիստում քննվել է միայն խափանման միջոցի հարցը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ազգային ժողովի ՔՊ խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի սկանդալային նախագիծը բանակի ժամկետային զինծառայությանը վերաբերող լուրջ աժիոտաժ է առաջացրել ՔՊ խմբակցության ներսում։ Ըստ մեր աղբյուրների, ՔՊ-ական падգամավորների մի ստվար զանգված Սարգսյանի դեմ է դուրս եկել։ Ավելին հասել են նրան, որ երեք ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից հանվել է օրենքի նախագիծը, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռացել է խորհրդարանից։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով ազգային ժողովի ՔՊ խմբակցության падգամավորները պահանջել են փակ հանդիպում Հայկ Սարգսյանի հետ հասկանալու, թե ինչու է ՔՊ-ականը վերջերս ինքնաբուխ գործերով զբաղված։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից $590,000 հափշտակության դեպքը խիստ մտահոգության տեղիք է տվել հանրության շրջանում, թե ինչ է կատարվում իրավապահ համակարգում։ Այս հանգամանքը հաշվի առնելով ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Ագնես Խամոյանը գրություն է ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի, որպեսզի իրեն թույլ տան տեսնել աղմկահարույց 1 տոննա կոկայինը, որը իրեղեն ապացույց է եւ պահվում է ԱԱՑ-ում։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 22-ին ազգային ժողովում ազգային ժողովի падգամավոր Արծվիկ Մինասյանը հարց էր ուղղել քննչական կոմիտեի ղեկավարին, թե որտեղ է այժմ հայտնի 1 տոննա կոկայինը։ Ի պատասխան կոմիտեի նախագահը ասել էր, որ այն գտնվում է ԱԱՑ-ում։ Ժողովուրդ օրաթերթը բազմիցս հայտնել է, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկայինի գործով քննչական կոմիտեի ԱԱՑ քննիչների կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ են ուղարկվել եւ կոնկրետ հարցադրումներ են արվել, սպասում են կոնկրետ պատասխանների։ Նշենք, որ այս գործով շարունակում են քրեական հետապնդման մեջ մնալ ազգային ժողովի նախկին падգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցները, որոնցից մեկը կին է։